Լացող աչքերի պատճառով հեռուստասերիալում Արմանը Միսակի դին տեսնելուց հետո վերադառնում է Էլայի մոտ ու ոչինչ չի ասում նրան։ Նա նստում է ռեստորանում, հետո Էլային տանում է հյուրանոց, որտեղ համար էր ամրագրել իրենց համար ու նորից ոչինչ չի ասում։ Ու մի պահ նա փորձում է ասել, բայց Էլան նրան թույլ չի տալիս։ Արմանն էլ լռում է։ Արմանի լռելը իրականում արդարացում չունի։ Ուրեմն մի մարդ, ով այնքան ճշտախոս էր, որ Էլային պատմեց նրանց ամբողջ ընտանիքի պատմությունը, առանց որևէ բան ստելու ու թաքցնելու, այսօր նման կերպ է վարվում։ Այն, որ Արմանը Սարոյանից թաքցրեց գողության մասին ճշմարտությունը, դա հասկացանք ինչ որտեղ, բայց Էլայի հանդեպ Արմանն իրեն շատ սխալ ու անարդար է պահում։ Իրականում նա այս ամենն անում է իր հորը փրկելու համար։ Քանի որ Արմանը չի խոսում է Սառան։ Նա զանգում է Էլային եւ հայտնում Միսակի մահվան բոթը։ Սկզբում Էլան նրան էլ թույլ չի տալիս խոսել, ասում է, որ ինքը հեռացել է տանից ու չի պատրաստվում վերադառնալ, բայց Սառան այնուամենայնիվ հաղթում է։ Մի խոսքով, Էլան չի հավատում իր լսածին, շոկի է ենթարկվում այդ լուրից ու պարզ է, որ միանգամից վերադառնում է տուն։ Շոկի մեջ է նաև Ռեբեկան, ով փաստորեն մատնել է իր մահացած հորը, առանց իմանալու, որ նա այլևս չկա։ Այո, Սարոյանը գնում է տպարան, ընթերցում նամակը եւ դիտում տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, որ Միսակն է կատարել գողությունը։ Միսակը գող է կող մտել է հաշվապահի աշխատասենյակ, մոտեցել համակարգչին, կատարել իր սև գործը ու հեռացել։ Սարոյանը զարմանքից ապշում է, որ փաստորեն գողը իրենց տնից է եղել, ու ստացվում է ինչ, որ Միսակը գողացել է գումարը, իսկ Սարոյանին դրդել է ստուգել Արմանի բանկային հաշիվը։ Հիմա Սարոյանը ամեն ինչ հասկանում է, թե ինչու էր Միսակը գողացել գումարը, ում էր փոխանցել այն եւ ինչպես էր այն հայտնվել Արմանի հաշվեհամարին։ Սարոյանը նաև հասկանում է Ռեբեկայի լռության պատճառը։ Փաստորեն Ռեբեկան զոհաբերել է իր սերը հանուն Միսակի։ Եվ ինչպես հայտնել էինք մեր նախորդ տեսանյութում, քանի որ Արմանի անձնագիրը գրպանից ընկնում է Միսակի դիակի մոտ, քննիչը նրան կանչում է հարցաքննության, բայց ինչպես դա էլ արդեն կանխատեսել էինք, Միսակի սպանության ժամանակ Արմանը բանտում էր, ուստի նրա վրայից հանում են բոլոր կասկածները, բայց քննիչը շատ լավ հասկանում է, որ Արմանը լուրջ ու հիմնավոր պատճառ ուներ դիակը տեսնելու ու թողնելու հեռանալու։ Հենց դրա համար էլ նրան կանչում են հարցաքննության։ Հարգելի հետևորդներ, արդյոք Արմանը կտա իր հորանունը ու վերջապես կազատվի այս մղձավանջից։ Գրեք մեկնաբանություն եւ սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել են այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ, խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։
Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Աստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, Սոնուշնի գրուպան չգիտեմ որ կողմա գնացել։ Ու հիմա գնում եմ իրանց խնդրելու։ Հիմա ինչ եմ ուզում հարցնեմ։